Այսօր ճամփորդություն կազմակերպելը բավականին հեշտ է։ Մի քանի հպում on-line հարթակների միջոցով պատվիրում ես ավիատոմս, հյուրանոց եւ ամեն ինչ պատրաստ է։ Բայց եկեք տեղափոխվենք 89-90-ական թվականների Հայաստան, մի երկիր, որտեղ չկային ոչ ամրագրման համակարգեր, ոչ կայացած զբոսաշրջություն, գումարած բազմաթիվ մարտահրավերներ եւ դժվարություններ ու անորոշություններ։ Հենց այդ ժամանակ Հայաստան եկավ Կարպիս Թիթիզյանը, հիմնադրելով Levon Travel-ը, առաջին ճամփորդական գործակալություն եւ անկախության շրջանի առաջին ամերիկյան ներդրումը։ Ողջույն, դուք դիտում եք Civilnet Business-ը։ Տաղավարում հյուրընկալել եմ Levon Travel ընկերության հիմնադիր Կարպիս Թիթիզյանին։ Բարև ձեզ։ Բարև ձեզ, շնորհակալ եմ հրավերի համար։ Ես եմ շնորհակալ, որ այստեղ եք, պարոն Թիթիզյան։ Սկսենք ամենասկզբից։ Ձեր կյանքի այն շրջանից, որ որոշեցիք մեծ հաշվով ձեր կյանքը փոխել։ Այսինքն գալ հայրենիք Ամերիկայի Միացյալ Նահանգներից 89 թվականին, հետո 90 թվականին հիմնադրել բիզնես, առաջին ճամփորդական գործակալությունը Հայաստանում։ Ինչու որոշեցիք այդ առումով հետաքրքիր է ամբողջապես փոխել ձեր կյանքը, հենց զբոսաշրջային բիզնեսով զբաղվել մի երկրում, որտեղ այդ պահին որն այդ պահին չուներ ոչ անհրաժեշտ օրենսդրություն, այդ պահին կային շատ մեծ անորոշություններ, բավական լուրջ դժվարություններ եւ կապված երկրաշարժիչը հաղթարած հետևանքների եւ նոր մարտահրավերների հետ, որոնք հասունանում էին իդեմս պատերազմի։ Գիտեք, նախ 88-ի երկրաշարժը մեծ խղճիցավ դվավ ինձ, ես բարդ կսկացի բան մանել առանց մտածելու, բայց փախտը սպասվեց 89 թվին, որտեղ համարյա մի տարի հետո Հրան Թոխատյանը, վաստակավոր դերասան, բադականորեն եկավ մտավ օֆիս, ասա որ մեզ հրյաները բերած են, մեջտեղ մնացած ենք, ես աներների միության նախագահն եմ, օգնեցեք ետ գնանք։ Դե սիրով աչակցեցի, ուրեմն խումբի գեսը հենց մնացած էր, մեր գողքի հյուրանոց էր Հոլիվուդի մեջ։ Իրենք ետ եկան, ասա հրավիրում քեզ Հայաստան։ Արիթը չփախցրեցի, ամիջապես ընդունեցի։ Եկա ասա, չգիտեի ինչ պետք է սպասեմ, 89 թվին, մութ եւ այլն, հաջորդ օրը ծանոթացա Միքայել Բողոսյանին։ Ուղղակի շատ քեշ զգացի, որ մինչև մփամը հրաչեմ, չգիտեի ինչ պետք է անեի, բայց առաջին գաբս եղավ շոու բիզնեսի որոշ մարդիկ, բայց թատրոնները լրիվ փակ էին եւ այլն։ Ես որոշեցի հիմնել ամբիջապես Levon Travel-ը, որտեղ դեսա որ այդ գարույցը ընդհանրապես travel-ի գոյություն չունի, գար ընդհանրապես պրոսպեկտի վրա մի հատ Aeroflot-ի գրասենյակ, ուրիշ ոչ մի բան։ Եվ այդ թվականներուն սկսավ շատանալ շարժեները, տեսմանները եւ այլն 90 թվական, 91 եւ իրենք պետք ունեն professional service-ի, որտեղ իրենք չեն գնալ Aeroflot-ի կասայով աշխատել։ Ես էլ կապվեցի բոլորի հետ եւ սկսեցինք կամաց իրար հետ աշխատել, առանց օֆիս ունենալու, այդ ժամանակ։ Բայց դեսա որ մարդիկ Մոսկվայով չեն ուզում Հայաստան կան, ամեն մարդ ուզում է բան անի։ Դրեցի Սոֆիայի ռեյսը, Սոֆիա չարտեր բացեցի այդ տարին, կարծեմ 91-ի սկիզբն էր։ Եվ ժողովուրդը սկսավ սպիրկայերը կոնե առանց Մոսկվայի, որտեղ այն ժամանակ Լոս Անջելես Մոսկվա ռեյս էլ չկար։ Լադիգասեն բարերարներ, միություններ, գուսակցություններ, բոլոր այդ ճամփով սկսան գալ։ Կոհեի որոշ չափով։ Բայց աշխատող չունեի։ Բայց քանի որ Հրանտ եւ առաջին ընկերս էր, իրեն նշանակեցի մենեջեր Հրանտ Թոխատյանին։ Կամերային թատրոնին գեսը մոդս էր աշխատում։ Առանց իմանալու ինչ են անում, բայց ես գլխի վրա էստեղ 5 տարի ապրեցի էստեղ ես փաստորեն։ Եվ կամաց զարգացուցինք, սկսեցինք օրինակ ամերիկյան տեսփանադան ամբողջ դիպլոմատիկ մեյլը մենք կդանեինք, կբերեինք անցամբ, իրենք մուկային էդերնից գերմանական տեսփանադունը, այդ ծով զարգացուցի եւ սկսեցի տրեյնինգ միաժամանակ staff-ից, աշխատողներից, որովհետեւ դան professional service, որ դա ընդհանրապես գոյություն չուներ։ Եվ որ բարոն Դերբելորոսյանն ինձ նշանակեց խորհրդական Վիկեն Ջիդեջյանի փոխվարչապետ, բարդ կսկացի ես ինձի մրցակից ստեղծելու։ Ասի որ չլար էսպես, պետք է ուրիշները լան, որպեսզի մրցակցությունը լա, քիները ժանա, սերվիսը լավանա, ուրիշ սև չկա, ցանկացած բիզնես կապիտալիստ երկրների մեջ այդպես է։ Ընթաց տվեցին, ամեն ծով փորձեցի, որ չէիք ուզում մոնոպոլիստ լինել։
Երբեք չէի ուզում այս մոնոպոլիստ լինել։ Տեսնում էի ովքեր մոնոպոլիստ էին, ոնց էին փող սարքում։ Նույնիսկ այդ դարածքը, որ ես կնեցի, մեծ թիվ դվեցի այն ժամանակ, բայց երկիրը պետք ուներ քեյբլ առնելու Վրաստանից, խնդրեցին, որ վարգեմ առաջ փոխանցեմ եւ հեսերի։ Բայց չէ, մոնոպոլիստի գաղափարը իմ սկզբունքից թեմ է։ Ամես որ ստեղծեցի ադի։ Ստեղծեցի եւ գամած փորձեցինք զարգացնել եւ որ շատացավ բաները, ընկերությունները այստեղ IT business շատ չի գար այն ժամանակ, բայց բավականին ընկերությունները կային aid, USAID, չգիտեմ ինչ, դրանք շատացան Եվրոխորհրդի եւ իրենք ինձ պես agency-ի մգարեք ունեին, որ կարողանան վստահել իրենց travel-ի ամբողջ մանրամասնությունները։ So ես ընդհանրապես այդ ոլորտ իմ ցերկից ստագներ այսպես կոչված, բայց ոչ որպես մոնոպոլ European Union, USAID, US Embassy, German Embassy, Greek Embassy, ես սաղ մեծացանք։ Հետո չմոռնանք, որ ես Լոս Անջելեսի օֆիս ունեմ, Ամերիկա գնացողների համար մեծ բաներ ադի առավելություններ։ Այո, վստահությունը շատ կարևոր է, հատկապես իմ մաչալը շոու բիզնեսի գաբս էլ եղավ Միշիգին, Հրանտի, հետո Արտուր Գրիգորյան, Արա Երնչագյան, արդյունքում երկու միասին ենք որտեղ։ Ընդհանրապես հետաքրքիր է ինչպես է շոու բիզնեսի ներկայացուցիչները զբաղվում էին, չգիտեմ, տոմսեր վաճառելով կամ տուրիստական այցելություններ կազմակերպելով։ Չէ, տուրիստական բաներ չէին կազմակերպում։ Ես ղեկավարը ես էի ագարակ, որ օրինակի համար 90-ի վերջերը խոսք մգար թեպի Ամերիկա, ահագին։ Այո, մարդիկ գնում են։ Հա։ Մենք հնարավորություն ունեինք Մոսկվայից այն ժամանակ թեպի Լոս Անջելես տոմսեր դրամադրելու։ Սոհրանտը Թոխատյան, որպես մենեջեր կամ որպես ընկեր, մեքենայի մեջ էինք ծախում։ Մեքենայով գալիս էին տոմս առնելու առանց ստացականի, առանց բանի վստահում էին, մենք տոմս տալիս ենք Երևան, Մոսկվա, Aeroflot, Մոսկվայից Լոս Անջելես ասպարակային KLM-ներ, հոլանդական ավիաընկերությունը։ Այսինքն զարմանալի է ժողովրդի վստահությունն ալ։ Այդպես կաշխատեինք մենք, ինչ ժամանակներն էին այդպեսին, այո։ Տուրիզմ եւ այլն գոյություն չուներ բացարձակ։ Ուղղակի մարդիկ գնում էին երկրից։ Հանգույց երկրից գնում էին։ Տուրիզմը շատ ավելի հետո զարգացավ։ Ժամանակ հայտնի թևավոր արտահայտություն, թևավորը որն է, այսինքն հայտնի արտահայտություն կար, որ Ամերիկայի տոմսը արժեր մեկ սենյականոց բնակարանի գին Հայաստանում։ Ես այդպես բաներ լսած եմ, չեմ կարող ասեմ քինը ինչ կեր, բայց նորմալ միջազգային շուկայի գին արժեքներն էին։ Ես նույնիսկ դեսած եմ դոլարներ չեք ավադա, Հարշալուս ջան, որ թերևս երբ դպազն չես գիտեր 15 տվին, 16 տվին, մարդիկ դոլարներ ունեն, հավաքած բերում են որ դոմս առնեն։ Շատ հետաքրքիր էր։ Կարող եք հիշել մի բան, շատ է լինում դեպքեր, որ Սփյուռքից գալիս են գործարարներ Հայաստան, տարբեր պատճառներով պայմանավորված, օբյեկտիվ, սուբյեկտիվ եւ մարդիկ ինչ որ բա փոշմանում են, որ այդ ներդրումը կատարել են կամ ընդհանրապես ման որոշում են կայացրել գալ Հայաստան եւ հետ են վերադառնում եւ շատ հաճախ այդ հետ դարձի տոմսը կամ այլ երկրի քաղաքացիությունը ինչ որ միտեղ պահվում է, միշտ որ հետ դարձի ճանապարհ լինի, եթե այստեղ չհաջողեն։ Եղել է դեպք, որ փոշմանած լինեք, մտածեք նրա մասին, որ իզուր եկաք։ Ինձ անձնապես չի եղել։ Ես համար էի, որ պիտի մնամ, ասեմ ցեզի բավական դժվարություններ կային, Լևոնից հետո եկավ Քոչարյանը եւ այլն Սերջը, բարեբախտաբար իմ մենեջերը այն ժամանակ Անահիտ Թորոսյանն էր Փափազյանի հիմա, շատ զորավոր նկարակիչ մնացող դիմն է, ամեն դժվարության բարակային ոտ կողմը մենք օրինակ գաշարք երբեք չենք տվել, բացառվում է։ Երևայացեք ամբողջ երկիրը գաշարկով աշխատեր, բացի մենք։ Եվ հարգայինը որ կարծել ստուգման, ինչպես կլավոնց եք անում դուք։ Բայց դուք նաև պաշտոնյա եք եղել այդ ժամանակ։ Այո, կարող եք հանգիստ չտալ գաշարք։ Ձեր հարցերը ուրիշ ձեր։ Չէ, ուրիշ հարց, բայց Անահիտը գնում էր տեսմանատուն ամերիկյան, տեսմանի հետ խոսում էր, կամ եթե պետք era նույնիսկ նախագահի մոտ մտնում էր, որ ես ինչ եք անում, ես բաները կա, մենք օտար ընկերություն ենք, մենք չեղի գանանք այս բոլորը։ Համես որ իմ կողմից չեղավ, բայց ճիշտ եք, Սփյուռքայի շատ մարդիկ եկան, մեծ հույսերով, Պատշպախտաբար կարևոր մեկ մասը հետ գնացին, ասի մենք չենք ուզեր հիմա ներշում անել Հայաստան։ Հասկանալի է, Levon Travel-ը դարձավ, եթե չեմ սխալվում, անկախ Հայաստանի առաջին ամերիկյան ներդրումը, որ ամերիկյան կապիտալը գալիս է Հայաստան եւ Հայաստանում ներդրում է կատարում 90 թվականին։ Ինչ դասեր եք քաղել
այդ տարիների ընթացքում, որոնք մինչև օրս կարևոր են ձեր բիզնեսի համար։ Նայեցեք, պիտի քիչ այդ օրերին պետք է համարը լայր, որովհետև եթե քիչ հուսախապը լաս, ամիջապես կփագես ու գերտաստուն։ Ես օրինակ կարողացա ամերիկյան կառավարությունից ինշուրենս առնել։ Հեղափոխության թեմ կամ չգիտեմ, եթե վերակրավեն դարածքը ոյ մեկ բան, ամերիկյան կառավարությունը ինշուրենս հրազը մարդ չէր մոդենալ մեզի։ Վախենային սեվոմը։ Բայց համարը բիդելս ամեն մարդ համար չի։ Ապահովագրություն է ամերիկյան պետության կողմէ, OPIC կոչվում է, Overseas Private Investment Corporation։ Հետարքիր օպցիա է հնարավորություն։ Ես միակն էի, բայց տարիներով մուծում էի այդ գումարը, մինչև որ հանգիստ զգացի, որ չմուծեմ այլևս։ Թասեր շատ սորվեցա։ Պիտի համարը լաս աշխատիս սերվիսը պրոֆեսիոնալ այնքան որ իրենք քեզից են, ուզենք քեզից օգտվել, այդպես։ Այսօր Հայաստանում զբոսաշրջության ոլորտը աճող ոլորտ է համարվում, ինքը տարի-տարվա վրա աճում է, այսի վերջի 2 տարիների մի փոքր նվազում ունենք, բայց այնուամենայնիվ ինքը բավական հետաքրքիր դինամիկայով տեմպեր է ցույց տալիս։ Ձեր կարծիքով ո՞րն է չօգտագործված հնարավորությունը այդ ոլորտում, Հայաստանը ինչ հնարավորություններ ունի զբոսաշրջության ոլորտում, հատկապես ներգնատուրիզմի, որ չի օգտագործում դեռ։ Որ ասես չի օգտագործում ճիշտ չի լինի, էլի, որովհետև կամ սխալ է օգտագործում, քիչ է օգտագործում։ Օրինակ եթե Ամերիկան առնենք, Ամերիկայի թերևս 80% քրիստոնյա է։ 350 միլիոն 80% ինչ կնա 250 միլիոն եւ այլն։ Դրա մի տոկոսը մենք չունենք որպես տուրիստ։ Քրիստոնյաները որ կան, ուղիղ հետ կապ չունի, որովհետեւ չէ, բացարձակ։ Որովհետեւ մենք ունենալու համար այդ ուղիղ դեր շատ կուզենք։ Այդ ուրիշ թեմա է ընդհանրապես։ Այո, խոսենք դեռ դրա մասին։ Ուրեմն պիտի աշխատանք տղրվի եւ պետք է քաղաքական հանդարտությունը լինի Հայաստանի մեջ, մարդիկ հանգիստ, որտեղ միայն Հայաստան չեն կար։ Գնանք Հայաստանի երթալ Երուսաղեմ, կամ գնամ Ռոմ երթալ Ռոմից գալիս տեղ։ Այդպիսի բաներ մենք կազմակերպում ենք, բայց փոքր թիվը, մեծ չեն, բայց պոտենցիալը շատ մեծ է։ Իսկ նկատի ունեք կրոնի վրա հիմնված տուրիստական այցեր։ Երիկ է արդեն։ Ահա քիմ մարդ կա։ Առաջին քրիստոնեական երկիր այց, չգիտեմ։ Այո, դեսարաններով պրոֆեսիոնալ աշխատանք է պետք։ Մի օր եթե գրասեղան գնացիք, ես գուղարկեմ մի հատ կտեսնակ ինչպես պատրաստվում է այդ ամենը, բայց աշխատանք կուզե բեդության կողմը էլ CNN-ի վրա ռեպորտաժները լան, CNN-ի վրա ռեկլամը լա, չգիտեմ, CNN-ը օրինակ եմ տալիս, ոչ անպայման, բայց պոտենցիալը շատ է։ Գալիս են իմ ամենից շատը սպյուրքահայերը, դպրոցները, մենք հակին դպրոցներ գուղարկենք, Կալիֆոռնիան ամենամեծն է սենգասպարակային։ Կան, չկան, եկեղեցիները գալիս են մեր էջմիածնութեմի գրուպներով, բայց այդ գրուպները փոքր են, 15-20, բայց շատ են թվով։ Եվ շատ պոտենցիալը կշատանա, քիչ մը հանդարտի քաղաքականորեն։ Հստակ չէ բادرազմի դե լագա միջլա։ Իսկ անվտանգության խնդիրները լուրջ մարտահրավեր են այդ առումով։ Եվ ինվեստմենտները դրա հետ կապված են։ Ես կարծում եմ, չգիտեմ։ Քանի որ դուք 90-ականներից զբաղվում եք ինչ-որ առումով նոստալգիկ տուրիզմով, երբ Սփյուռքից մարդիկ գալիս են Հայաստան տեսնելու պատմական հայրենիքը, տեսնելու, չգիտեմ, ծանոթանալու եւ այլն հայկական միջավայրի հետ, այս ընթացքում ինչպիսի փոփոխություն է կրել այդ տուրիզմը, այդ ուղղությունը։ Մեր ժամանակ կարճալից շատ պրիմիտիվ էր այդ բաները։ Նա գալիս էին, մենք մեր ավտոբուս ունեինք, գայդեր ունեինք, գերթային։ Սկզբունքը նույնն է, բայց հիմա շատ ավելի պրոֆեսիոնալ ծավալ անում այդ ամենը։ Սկզբից 10 տեսակ դարբերակներ դրվում է հաջախորդին, այդ ինքնավորոշում ինչ ուզում են, չի ուզում, եթե քաղաքապար չունեն, մենք օգնում ենք իրեն։ Ամենից որ մրցակցություն էլ կա, բայց ես կընդունեմ, որ ես մրցակից չունեմ, ես միշտ այդպես եմ նայել։ Պիտի որակ տաս, սերվիս տաս, որ մարդ եթե պրոբլեմ ունեցավ 24 ժամը լաս։ Այսօրվա դրությամբ քեզ ասեմ, առանց չափազանցելու travel agency-ները ու ճամփորդական գրասենյակները 80% լայսենս չունեն։ Միջնորդներ են։ Ընդհանրապես այդ ոլորտը պետք է նոր է սկսում մտնել Հայաստան։ Պետք է յաթայի կողմից գրանցվեն International Air Transport Association, որ չեն։ Եվ ժողովրդի մեծ մասը չգիտեր այդ ամենը։ Որոշ էլիտ մգա որ գիտե, եւ գուցե վստահանալ, որ ինչ որ անում է ճիշտ անում։ Զարգացած է բավական այդ բաժինը, բայց with side trips, ինչպես կսենք, գողքին գլա Վրաստան երթալ, լա Իսրայել երթալ, լա չգիտեմ Ռոմ երթալ,
Այսպեսի բամը պիտի լագամ շատերը ճիշտ հաջուկի համար Դուբայից է մոդը 2 ժամ ընդամենը Ամերիկայի հետ туриզմի զարգացման տեսանկյունից այդ ոլորտի զարգացման եւ տուրիստական այցելությունների, որտեղ հսկայական տուրիստական շուկա է Ամերիկան արտագնա туриզմի տեսանկյունից, ուղիղ չվերթները կարևոր են թե կարևոր չեն։ Օրինակ Լոս Անջելեսի հետ ինչու՞ չունենք ուղիղ չվերթ, ամենամեծ համայնք է այնտեղ։ Նախ ասեմ, որ եթե բացեն վիզաները, ես համոզված եմ 20-30% գետը ետ չկար։ Չէ, վիզա կարող են չբացել, բայց ամեն դեպքում Ինչու՞ չգա ես կզասեմ զուտ կոմերցիոն բաժարներով։ Նա Delta Airlines-ը միակն է որ պոտենցիալ ունի ռեյսը բացելու, եթե որոշի բացել, ես շատ աշխատած եմ դրա վրա։ Նյու Յորքից կբացեն, Լոս Անջելեսից, Նյու Յորքից բացելով ամեն գոմբերեն գլցեն ինքնատիրը գուկա, որը ավելի լավ է, բայց չգա եկամուտ չունեն։ Իսկ պահանջարկ չկա։ Պահանջարկ չկա, պետք եղած business class-ի, որ փող աշխատեն։ Միան հանգտերեն VFR գսեն visit friends and relatives բարեկամներ այցելուտ յոդերը որ ամենեժնում սեր են առնում այդ բավարար չի քարգո միագողմանի է այն գոմից կա այս գոմից չկա սա դա ամենը իրենք հաշվարկած են դարիներով եւ իրենց ես շատ մոդ էի 2 անգամ բերել եմ այստեղ Air France-ի դնորենը Պարբերաբար խոսում են նրա մասին որ կարող է բացվել պարբերաբար այդ խոսակցությունները Բրյուսելը միակն էր որ բացեց մեկ ստոպով Los Angeles Brussels Երևան բայց չաշխատեց փակեց հետո այդ ռեյսը հետո մի որնակ որ շատերը կան որ գուզեն գալ Եվրոպա Փարիզ բոնակ Փարիզ մնալ երեգոր ու կան այն ժամանակ չեն կարող օգտվել այդ ռեյսով այդ հիմնական բաժարը բայց կմրշել է պետք է փող աշխատի ավիաընկերությունը կմտածի որ ավելի լավ է ինքը Նյու Յորքից Բարսելոն դրի օրը 2 անգամ քան թե մի անգամ Երևան կա հետաքրքիր չէ դողություններ այո հետաքրքիր չէ օրը կարող է լա բայց բիզնես կլասի թիվը passenger-ներում պետք է շատանա որ ավիաընկերությունը շահան է Էլի туриզմի մասով այդ նոստալգիկ շատ հաճախ տուրիստական ընկերություններ եւ ոչ միայն հյուրանոցները նաեւ Հայաստանում բողոքում են նրանից որ իհարկե շատ լավ է որ սփյուռքահայերի հոսք կա Հայաստան եւ գալիս են եւ դա մեր туриզմի բավական մեծ հատվածն է կազմում ներգնա բայց քանի որ հայեր են գալիս եւ ունեն իրենք բարեկամներ այստեղ հիմնականում մնում են բարեկամների տանը եւ այն տուրիստական էֆեկտը տնտեսության համար որ պետք է ստեղծի չի ստեղծվում արդյոք այդպես է Չէ լրիվ այդպես չի նախ մինչեւս սեմ լսած եք Airbnb գոչված է որ դուներ գվարցե մեծ ընկերություն է շատ մարդիկ կան որ գալիս են ասխականներով մոտ մնում են բայց հյուրանոցները աշխատում են Airbnb-ին քիչ ավելի վնասած հյուրանոցներին որովհետեւ մարդիկ գալիս են իրենց միջոցով դուներ են վարձում բայց դոլարը մտնում է երկիր ուրիշ տեղ է վաճառում ծախսվում քան տեսենք հյուրանոցների մեջ բայց ծավալը եթե մեծացնենք մենք երևակայեցեք 1 միլիոն ամերիկայից մարդ կա այստեղ ամերիկացի հայ պետք չունեմ ես 1 միլիոնին քանի տոկոսը պիտի երթադուներու մեջ մնա մեծամասնություն հոթելները պիտի մնան ամենից որ աշխատանք պետք է տարվի նախ pedagogan զարգացնելու բայց ադինելու համար Հայաստանը որպես տուրիստական destination այո որպես տուրիստական սպիրկը շատ մեծ է իր influence ունի իր what's the right word ազդեցություն ունի բարեկամ այսինչ գրոնական միության pastor-ին բադվելին թունգջանշնաս ես կջանշնամ քիչ մքական հանդարտություն որ այդ վախից դուրս գան եւ գոմնագի բաներ բստեղծել Դուբայով, Իսրայելով, Ռոմով, ինչով որ գուզես տողալա։ Դա թիվը միջացնենք, թիվը։ Հետաքրքիր հնարավորություն կա որ վերջին շրջանում հայտարարվեց նաեւ կառավարության կողմից Հայաստանի, որ եթե նոր ուղղություն են բացում ավիաչվերթների Հայաստանից, իրենք որոշակի արտոնություններ են ստանում եւ որոշակի հարկերից են ազատվում։ Դա չի կարող Եթե դրան զուգահեռ նաև աշխատանք տարվի որ Ամերիկայից ավելի շատ տուրիստներ գան Հայաստան, հիմնականում պետք է կարողանաս ներկրավել իրենց հոս գալու համար։ Հիմա դոմսը 25 կամ 50 ավելի էժան եղել է դրա համար։ Դարձյալությունը որտեղ միլիոնը դրես կա հիմա։ Վիզերը խփած է շուգան 25, 30, 40 եվրո վաճառում է, ինչ չէ, դա չի օգնի։ Գոկտի քաղաքական հանդարտություն քիչը գոկնի որ Բեդական ռեկլամները լան ամենտեղ մանավանդ Ամերիկայի քրիստոնյա երկրներով Գերմանիան 80 միլիոն են։ Ինչու՞ չեն կարող մենք 800,000 բերել։
Գերմանացիների մեծ մասը կամ ահագին հատվածը Անտալիայում Անկրիալ նույնակ է, Անտալիան կա, որը ծովապ կա։ Այո։ Բայց ստեղծենք 4 օր Երևան, 4 օրը դանենք ծովապ Դուբայ, չգիտեմ, կամ դեղմը։ Կարելի է ստեղծել, որ ունենաս այդ հնարավորությունը, որ գիտես որ պիտի կան։ Մենք օրինակ ամեն շոուերով կմասնակցենք։ Ամեն շոուերին, travel shows, Բերլին, Լոնդոն, Էքսպոները, այսինքն։ Էքսպոները։ Մեր գործը անում ենք։ Պետությունը իր բանը ունի, իր բաժինը անշուշտ իրենք են մասնակցում, բայց բավարար չի։ Ամենահետաքրքիր եւ ամենավաճառվող տուրիստական արտադրանքը Հայաստանի զբոսաշրջային արտադրանքը ո՞րն է։ Հայաստանից կրնամ ասել իմը քանի որ Թուրքիայի տեմպան գա Շարմ Շեյխ եկեք բիդոս Չէ, նկատի ունեմ Հայաստանում, որ տուրիստական պրոդուկտ է Հայաստանի համար տուրիստական պրոդուկտ որն է։ Դուրսից մարդ բերելու համար։ Քրիստոնյա ալլալը եւ մեր ունեցած հյուրասիրությունը շատ համբավ ունի։ Այսինքն գաստրոտուրիզմը։ Այո, գաստրոտուրիզմը, religious churches, basically those are too important. Հիմա աշխատանք տանում ենք hiking շատ բանջ կա, բայց բանջը limited է, այդ 350 միլիոն ամերիկացի մեջ։ Բայց ավելի խթանել ատբանալը։ Ես կարծեմ պոտենցիալ շատ ունենք։ Ինչ պետք է անի պետությունը, ինչ կարիք ունեք որ անի պետությունը։ Հիմա օրինակ տուրիզմի կոմիտեի ղեկավարը ինքը եւս փորձում է հասկանալ, որ նոր ղեկավար է նշանակվել, փորձում է հասկանալ ինչով կարող է պետությունն օգնել այս ոլորտի զարգացմանը։ 2 տարի է մոտավորապես ոլորտի բյուջեն նույնն է, չի մեծանում, չի պակասում կամ գուցե մի փոքր պակասում է, բայց մեծ հաշվով մեծ շարժ չկա այս ոլորտում։ Ինչ պետք է անի պետությունը։ Ես ասեմ, առանց վիրավորելու որևէ մեկը այս գործը մասնակցած գործ է։ Հեծանիվը տուն չես կարող ստեղծես։ Փեր մասնակիցներ, որոնք ասպան արել են միլիոն անգամ։ Ես անցյալում փորձել եմ։ Armenian Airlines-ը սկսավ էս կանենք։ Եղբայր փեր Air France-ից կամ KLM-ից կամ British-ից 2 մենեջերներ դու էրպորտը նստեն, կոնտրակտով աշխատին։ Դու ինչ որ գմդածես, պիտի մդածես, իրենք արդեն 100 անգամ արել են։ Նույնն է ասիգա։ Եթե գուզեն որ բան մանել, թող խորհրդակցեմ payroll-ի վրա տնեն, այսինքն աշխատավարձ վդան պրոֆեսիոնալ մի կերգոքի, որ ստեղծեն այդ աշխատանքը, թե ինչ պետք է անել, ինչպես ուրիշ երկիրներ գնան։ Ռեգլամը միան բավարար չէ, թերևս պետք է կոկտեյլ ռեսեպշնները լան ամեն դարբեր ոչ միան հայերի համար։ Ես միշտ այդպես մոտեցած եմ, որ մասնակետը պեր գործը թողնե, դու մի կարծեր որ դու գիտես, ես ամեն ինչ գիտեմ, ես նոր նախարար եմ, օրինակ ես ինչը պետք է անեմ, ոչ։ Նախարարն օգտակար կդառնա այդպեսի բան, բայց պետությունը համոզված պետք է լա, որ այդ պետք է անի։ Մի անգամ փորձեցին անել, Air Arabia-ի հետ ստեղծեցին Flyer-ն, Այդիկա վերջերս հրին։ Այո, եւ չստացվեց։ Բավական տխուր ավարտ ունեցավ այդ ամեն ինչը։ Ես չեմ ասում սկսեն ավիաընկերություն բացել ամիջապես, բայց երբ կսեք որ ինչ պետք է յենե որ туриզմը շատանա։ Լավ է։ Օրինակ Կալիֆոռնիա մեջ 2 հոգի կա եղած է, որ туриզմի մենեջեր եղած են, երկուսն էլ հայ եղած են։ Գնանք խորհրդակցել, բերել, խնդրել, չեմ գիտեր, եթե ես լայդենց կանեի սկսելու համար։ Ելնելով ձեր սա վերջին հարցն է 35 տարվա փորձից այս ոլորտում Հայաստանում ինչ խորհուրդ կտայիք երիտասարդ ձեռնարկատերերին, որոնք ցանկանում են այս ոլորտում գործ սկսել, ինչի վրա ուշադրություն դարձնել, ինչից սկսել, որոնց սխալները չանեն, որ ժամանակին դուք եք արել։ Դեսեք շատ դժվար հարցվեցիք, այս ոլորտը բավականին դժվար է հիմա, որովհետև on-line բիզնեսը շատացած է։ Կամ եթե դուք 0-ից սկսեիք, ինչ սխալներ չէիք անի։ Ես 0-ից չէի սկսել, գեզ հստակ։ Ես սկսեցի, որովհետև 58 թվին Լուսակի Լևոնը սկսել էր այս գործը Բեյրութում, Բեյրութին հաջորդեց Լոս Անջելեսը, այստեղ Վրաստան, դարբեր է պայմաններ։ Հիմա օրինակ շատ դժվար է travel agency մեջ փող աշխատել։ Բացի եթե ոչ լայսենս ունես, ոչ pedagogan դուրք ես մուծում, շատ կանոններ, ես չեմ մեղադրում որևէ մեկին հիմա, չէի սկսել։ Աս туриզմ գնայի, բայց տոմ սախել եւ այլն մորցիր։ Մարդ կդանեի կբերեի մանավանդ բերելու մեջ թե ավելի շահ կա։ Այո, ներքանա туриզմը ավելի։ Դե airline-ը աշխատի, դե հյուրանոցը աշխատի, դե ռեստորանները աշխատին։
Դուրս տանելը դանում են շարմսճեղ բանով, ավտոբուսի պես։ Հետո էնել ասեմ, որ շատ անգամ որ դանում են, իրենք pedagogan protection չունի հաջախորդը։ Եթե bankrupt երթ այդ մարդը, շատ բադայացավ գտավ, իսկ իշեմ տեխտերում մեջ գրված էր մի քանի անգամ չկարողացան դալ սերվիսը։ Բանդ պետք է տնեն, բանդ, պետությունը պետք է բանջի։ Ուզում ես ռեյս տնես Քայրո օրինակի համար, տուրիստական, պետք է բանկ գարանտի դասի $200,000, իրենք չէ տունում այդ փողին, հասը bankrupt գնացիր, այդ $200,000 բաժանվում է հաջախորդներին։ Բանդ սիստեմ կա, Ամերիկա այդպես կաշխատի։ Իսկ ապահովագրության նման մի բան է։ Pedagogan mandatory, բարդաթիր պետք է ունես այդ բանդը։ Որ ամեն մեկը չզբաղվի այդ գործով։ Ամեն մեկը չզբաղվի, որ քանի թեփ եղած է, հիմա պատրաստ չի ասելու, բայց կարելի է դրամատրել։ Բայց էլի ասում եմ, այս գործը նորից սկսելը բավականին դժվար է, բայց եթե դա professional service, professional մասնակցած service եւ մնային ցեվով ամեն նորությունները մտցնելով աշխատակազմի մեջ գաչողիս։ Գին որակ հարաբերակցությամբ մեր ռեստորաններ օրինակ շատ կարևորացի գաստրոտուրիզմը Հայաստանում։ Մեր ռեստորանները իսկապես այն բարձր որակի ծառայությունն է մատուցում, որ ինչը մեկ-մեկ ընդունված է ասել Հայաստանում, որ որակը շատ լավն է, ծառայությունները լավն են, թե մենք շատ ենք եփվում մեր կաթսայի մեջ եւ մտածելով, որ իսկապես մեր ռեստորանները կամ չգիտեմ մեր հանրային սննդի օբյեկտները լավն են։ Գիտեք ինչ, ես անգամ պատասխանեմ։ Ռեստորանները կան, որ շատ լավ են։ Սերվիսի բագասը կա։ Ես անում ինչի դա, բայց նոր գնացի 2-3 ռեստորան, որ չէի եղած։ Ահա որ վատ սերվիս է։ Ահա որ վատ։ Հիմա անում չեմ ուզում դամ, որոշ եղբայրները կամ որ ռեստորան ունեն, օրինակ գնում են Բեյրութ, այդ դերերը։ Նայում են, սովորում են, գալիս են իդ փորձում են սովորացնել։ Սերվիսը պիտի լավացնենք, բայց որ դեսականին շատ է, մեկը խնդրեմ չի ունենար, այդ հեչ։ Կարևորը հիմա փիս մարդու է կարծում, ադի քեշ մարդու։ Պետք է թարմը լա ամենին, դեսականին քիչը լա, որ թարմը լա եւ գուկան։ Այդպիսի ռեստորան 1-2 հատ կա, որ Միշլեցուն են, որովհետեւ դեսականին էս կանա մենյուին վրա։ Բայց գա, ես մեկը անոթի չի մնար այստեղ։ Բացարձակ։ Ապագայի ձեր պլաններից։ Ապագայի պլաններ։ Որ գուզեի դոշագի ասեմ, բես չէ, туриզմ գուզեմ զարգացնել ավելի եւս։ Այնքան անեմ որ այդ ուժը մեջս կա, հոսքը Ամերիկայից եւ Եվրոպայից դեպի Հայաստան պոտենցիալը շատ մեծ է։ Եվ պոտենցիալը որ եկամուտ ունենաս, դա էլ է մեծ։ Այդ կնշանակի պետությունն էլ եկամուտ։ Վճարունակ տուրիստներ են Ամերիկայից եւ Եվրոպայից։ Բայց աշխատանք պետք է դարվի։ Եթե գտնայի 1-2 հոգի մասնակետ կամ երիտասարդներ համալսարանից եկած որ ուզում են անեն այդ մարքեթինգը, ես պատրաստ եմ իրենց առնելու, թողքան զարգացնեն իրենց բաժինը։ Ես կարծեմ որ պոտենցիալը մեծ է, ես Ամերիկայից մտածում եմ նույն բանը անել, մարդ մտցնել գործից մեջ, որ միան զբաղվի outgoing թեպի incoming to Armenia, ասենք մի խոսքով։ Բայց դոմ սախելու մեջ, տիկետի մեջ մոռացեք։ Շնորհակալություն զրույցի համար։ Շնորհակալություն ձեզ։ Civilnet-ի տաղավարում ես զրուցեցի Կարպիս Թիթիզյանի հետ։ Առողջ եղեք, կհանդիպենք։